Արդեն երկրորդ տարին է Ալավերդու Օլեգ Գորբունովի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է վոլեյբոլի ուսանողական փոխանցիկ գավաթ մրցաշար։ Մրցաշար անցկացնելու նախաձեռնությունն Ալավերդու Միացյալ ուսխորհրդինն է։ Մրցաշարին մասնակցում են 4 ուսումնական հաստատությունների Երևանի հյուսիսային համալսարանի Թումանյան մասնաճյուղի, Ալավերդու պետական ու եվրոպական քոլեջների, Ալավերդու արհեստագործական ուսումնարանի ուսանողները, աղջիկների եւ տղաների առանձին խմբերով։ Միջոցառման հիմնական նպատակն է համայնքում գործող 4 հաստատությունների միջև ստեղծել բարեկամական կապեր, ինչի արդյունքում ստուգվում է նաև ուսանողների սպորտային կարողությունները։ Մրցաշարին այս տարի չի մասնակցում միայն համալսարանի տղաների խումբը, աղջիկների խումբը սակայն հենց առաջին խաղում հաղթանակ գրանցեց։ Մանկավարժության ֆակուլտետի ուսանողուհի Աննա Ծատինյանն առաջին անգամ է մասնակցում այս մրցաշարին։ Քանի որ ես մանկավարժության ֆակուլտետում եմ սովորում, ինձ համար պետք է ամեն բնակավարում զարգացած լինի եւ երեխաների համար լավ օրինակ ծառայեմ։ Մեծ հաճույք զգացի, շատ լավ խաղեր, իսկ այս հաղթանակն ավելի ոգեշնչեց, որ մյուս խաղում ավելի լավ խաղանք։ Լավ կլինի, որ Ալավերդին հարուստ լինի սպորտաշարերով, կապ չունի դա ինչ սպորտ կլինի, վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, կապ չունի, այնքան է զարգանա Ալավերդին ինչ-որ մի մասնաճյուղային տենց մարզերով, տենց լավ մարզիկներ ունենք հիմա ֆուտբոլից էլ, բասկետբոլից էլ, բայց դե վոլեյբոլն էլ դեռ ուրիշ։ Մրցաշարի առաջին փուլի ավարտից հետո կայացավ եզրափակիչ խաղը, որտեղ մրցեցին հաղթող թիմերը։ Արդյունքում այս տարվա մրցաշարի հաղթող ճանաչվեցին Երևանի հյուսիսային համալսարանի Թումանյան մասնաճյուղի աղջիկների ու Ալավերդու արհեստագործական ուսումնարանի տղաների թիմերը։ Էմմա Պետրոսյան, Վահե Աղամյան, լուրեր։